Ողջույն հարգելիները, շնորհակալություն եմ հայտնում, որ միացաք մեզ Արարատ Աստվածաշունչի առաքելություն։ Այս չորեքշաբթի օրվա սերտողությունը հին կտակարանից է, ուսումնասիրելու ենք Առակների գրքից 11-րդ գլուխ 22-ից 23 համարները։ Շատ հետաքրքիր սերտողություն ունենք ձեր համար պատրաստած եւ անվանել ենք սերտողություն այսօրվա գեղեցկուհին եւ արդարները։ Ինչպես միշտ մեր խնդրանքն է, որ երբ ստանում եք այս պատգամը ամբողջությամբ դիտեք եւ փոխանցեք ձեր մտերիմներին եւ հարազատներին։ Դուք էլ ձեր ավետարանության պարտականությունը կատարեք հավատարիմ կերպով եւ Տիրոջը նվիրված աշխատեք։ Երկրորդ հերթին խնդրում ենք, որ հետևեք մեզ մեր Facebook-ի եւ YouTube-ի էջերով, բաժանորդագրվեք, հետևեք եւ անպայման կտեղեկացվեք, երբ որ նոր թողարկություն ենք պատրաստում։ Թողարկությունները հիմնականում չորեքշաբթի եւ կիրակի օրերն են։ Իհարկե հատուկ ժամ չունենք, դրա համար լավ կլինի հետևեք մեզ, որ անմիջապես իմաց տեղեկություն ստանաք, թե երբ է պատրաստ։ Ուրեմն հիմա եկեք մի պահ մեր գլուխները խոնարհենք, աղոթենք ու անցնենք սերտողությանը։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք մենք եւս մի հնարավորության համար, որ քո խոսքերն ենք բերում Տեր Աստված եւ օգտագործում ենք տեխնոլոգիան, սոցցանցերը եւ այլն Տեր, այս միջոցները, որ մեզ տրված է 21-րդ դարում, որպիսի քո խոսքը քարոզենք ու տարածենք Տեր։ Աղոթում եմ Հիսուս մեր բոլոր հետևորդների համար, դիտողների համար, ունկնդիրների համար, աղոթում եմ նրանց առատորեն օրհնես, զորացնես եւ քո խոսքերով Տեր Աստված բոլորիս աշակերտի ու աղոթում ենք Տեր այսօրվա սերտողությունն էլ թող Սուրբ Հոգին մեզ դասավանդի եւ սովորենք քո խոսքը Տեր։ Աղոթում ենք Հիսուսի սուրբ մեծ անունով, ամեն։ Հարգելիներս, ուրեմն այս չորեքշաբթի օրվա սերտողությունը նայելու ենք մենք, թե Սողոմոն թագավորը մեզ ինչ է սովորեցնում։ Երկու կարևոր խրատ ունի նա տալու։ Առաջինը չպետք է գեղեցկությանը գերագույն տեղ տալ, կարևոր տեղ տալ, եւ ցանկությունները հավատացյալի ու անհավատի միջև, ով ինչ է ցանկանում։ Եկեք սկսենք ուրեմն 22 համարից, կարդանք, տեսնենք ինչ է գրված։ Ինչպես որ ոսկե օղակն է խոզի քթին, այնպես էլ գեղեցիկ կինը, որ դատողություն չունի։ Լավ, փաստորեն ինչ է ուզում Սողոմոն թագավորը մեզ սովորեցնել։ Մարդիկ տարբեր հատկությունների վրա կարևորություն են դնում։ Այս օրինակով Սողոմոն թագավորը կնոջ գեղեցկությունն է շեշտում ու բացատրում է, որ ձեր կենտրոնացումը թող միայն տեսքը չլինի, այլ անշոշափելիքները։ Այսինքն շեշտը դնենք մենք այն բաների վրա, որ արտաքինի հետ կապված չի։ Լցրեք ձեր ուղեղը Աստծու գիտությամբ եւ իմաստությամբ։ Սա է գլխավոր միտքը։ Եթե միայն արտաքինը զարգացնենք, նմանենք էությամբ խոզին, որ կեղտոտ կենդանի է։ Ինչա խոզի քթին օղ է դրվում, չի նշանակում, որ նա գեղեցկանում է։ Ինչպես այս օրինակով գեղեցկուհին իր արտաքինը, իր դեմքը, հագուստը եւ այլն ամեն ինչը գեղեցիկ կերպով զարդարվում է եւ զարդարվում է նա, բայց այդ զարդարանքները նրան չի գեղեցկացնում, որտեւ նրա հոգին է դատարկ։ Փաստորեն Սողոմոն թագավորը մեզ բացատրում է, որ այստեղ կարևորը հոգևորն է, այստեղ կարևորը Աստծու հետ հարաբերություն ունենալն է եւ աշակերտվելն է Աստծու խոսքով։ Ուրեմն լցնենք մեր ուղեղը, մեր միտքը Աստծու գիտությամբ եւ Աստծով, հետեւաբար մենք կգեղեցկանանք հոգևոր առումով, հոգևորապես, ու դա է այստեղ գլխավոր միտքը։ Անցնենք 23 համարին, տեսնենք ստեղ ինչ է գրված։ Արդարներից ցանկացածը միայն բարությունն է, բայց անիրավների ակնկալիքը բարկությունն է։
Լավ, հիմա հասկանանք, թե այստեղ ինչ է գրված։ Այստեղ հիմնված է ինչ ես ցանկանում, կապված է մարդու հոգևոր կեցվածքի հետ։ Այսինքն ինչ կցանկանաս, դրա հետ է կապված հոգևոր կեցվածքի վրա։ Սուրբ Գիրքը մեզ սովորեցնում է նոր կտակարանում, որ բարի մարդն իր սրտի բարի գանձից բարին է բխեցնում, իսկ չար մարդն իր սրտի չար կուտակվածից չարն է բխեցնում։ Սա գտնվում է Ղուկասի ավետարանի 6-րդ գլուխ 45 համարի մեջ։ Ուրեմն նա, ով ապաշխարել է եւ վերստին ծնվել է Հիսուսով որպես նոր մարդ, նա կատարում է երկնավոր հոր կամքը։ Քանի որ նոր մարդու ցանկությունը միայն Հիսուս Քրիստոսն է, այս չափանիշով եկեք մենք մեզ չափենք եւ տեսնենք, թե երբ որ մեզ դնում ենք նժարի վրա, որ ուղղության վրա է գնում։ Ավելի մենք ծանր ենք Աստծո խոսքի եւ Աստծո գիտության եւ Աստծո կամքի եւ գործերի մեջ, թե մեր սերը եւ նվիրվածությունը այս աշխարհին։ Ուրեմն հարգելիներս, այստեղ կարևորագույն կետը հենց այն է, որ միտքը կամ հետեւյալն է, որ վերստին ծնունդ ունեցողը չար գործ չպետք է անի, որովհետև Սուրբ Հոգին է նրա մեջ բնակվում։ Երբեմն կսայթաքենք, իհարկե, երբեմն կսխալվենք, բայց եթե ունես Սուրբ Հոգին, ուրեմն քո ամեն մի արարքը նա կհանդիմանի եւ կհասկացնի սխալը, որպեսզի ապաշխարենք, ներողություն խնդրենք մեր արածի համար եւ շտկենք մեր քայլերը ու անցնենք նորից Տիրոջ հետ ճշմարիտ հարաբերության մեջ գտնվելու հետ կապված։ Ուրեմն մի բան էլ կուզեմ ավելացնեմ այս խոսքերին, որ եթե մենք ուրեմն 22 համարը եւ 23 համարը իրար հետ բերենք մեկտեղ, ինչ կարող ենք ասել։ Այս միտս ով է գալի, Սամվել մարգարեն է գալի։ Երբ որ Աստված նրան կանչում է, որ գնա օծի նոր թագավորին Դավիթին եւ թեկուց Սավողին, գիտենք, որ Սամվելը շատ մեծ դեր էր դնում տեսքին, աղտանդամ տղամարդ լինելու եւ ինքը արտաքինով էր մի խոսքով կարծում, որ լավ թագավոր կլինի նա, քանի որ եկավ Հեսեի տունը եւ այնտեղ բոլոր տղաներին նայեց, նա գնում էր դեպի նրան, ով որ արտաքինով էր ինքը ավելի դրթված եւ կարծում, որ լավը կլիներ, արտաքինով էր որոշում։ Աստված նրան հակառակը ցույց տվեց եւ Դավիթը թե հասակով, թե ամեն ինչով չէր համապատասխանում Սամվելի չափանիշներին, ու Աստված ցույց տվեց, որ տեսքը եւ արտաքինը չի։ Նույնպես եւ մարդու արարքները։ Փաստորեն 23 համարի մեջ նորից կարդանք, գրած է արթաների ցանկությունը միայն բարությունն է, բայց անիրավների ակնկալիքը բարկությունն է։ Ուրեմն նաեւ ցանկությունը կապ ունի քո հոգևոր կեցվածքի հետ։ Ով ես, ինչ ես ցանկանում եւ ում ես ցանկանում։ Եթե Աստծուն ես ցանկանում, ուրեմն ապացուցվում է քո ապաշխարությունը, վերստին ծնունդը եւ քո բոլոր ցանկությունները եւ մտքերը միմիայն Աստծու վրա է։ Իսկ հակառակ դեպքում արժի վերանայել ապաշխարությունդ, վերանայել քո հարաբերությունը Աստծու հետ, որ հասկանանք, թե իսկապես Տիրոջն ես, որովհետեւ եթե մենակ աշխարհն է ձգտում, մենակ ախորժակները տեն քեզ հետաքրքրում, աշխարհի հետ կապված, հարստություն, հպարտություն եւ այլն, միգուցե այդտեղ խնդիր ունես։ Նրա համար քաջալերում եմ բոլորին, որ վերանայեն իրենց կյանքը եւ հստակ լինեն, որ նրանք Աստծունն են, այլ ոչ թե աշխարհին է։ Հույսով եմ, որ այս պատգամը ձեր համար օրհնանք էր, Տերը ձեզ օրհնի։ Ամեն։